մոտ 20-30 րոպե առաջ սկսված ու շատ ուժգին տեղացած կարկուտը պարզապես ոչնչացրել է ամեն ինչ, բառիս բուն իմաստով ամեն ինչ ոչնչացրել է, ընդամենը մի քանի օր էր մնացել մեր դառը տանջանքի արդյունքը ստանալուն։ Նայեք, էսի անցել է մոտավոր 20 ժամ, ինքը դե որոշ հալել է, բայց իրա չափսերին նայեք, ու բավականին նայեք, բրիս մեջը երևի մի 30-40 հատ էս չափի կա, էսի արդեն 20 ժամ հետո է, դե պատկերացրեք, ինքը իշքան չափսեր է, երևի երկուտ կան չափն է եղել, ու մինչև հմի է նայեք, ինքը չի հալել։ Շիրակի մարզում այս ամառ արդեն 4-րդ ավերիչ կարկուտն է տեղում, երեկվա տեղումներից հատկապես 5 գյուղ են շատ տուժել, առավել շատ գոքովիտն ու հողմիկը, կարկուտին գումարվել է ուժեղ քամին, էլեկտրական սյուներ տապալել, դուռ ու պատուհան տանիքներ կոտրել, 77-ամյա Արշալույս Մանուկյանը կես ժամ տևած տեղումներից հետո նաև իր դաշտն է ավերված գտել։ Այսքան բույս էր արդեն, դες մեռել է, մեռել, դες էսի չի վնասը, իսկա այ վնասել է, ընգել է, իսկել արդեն պիզանի չէ, որը որ պարգել է, Արդեն մոտավոր պատկերացնում է միայն այս դաշտից վնասի չափը։ Մենակ այս արդից 250,000 դրամի վնաս, մենակ սերիք, դեղ տունը տնամես հողամասկը տանեկից 10 ծարկա, մոտավորապես մեր տոննա ու կես տանսկեղներ չկա, կարտոշկա էդի չկա։ Մի քանի օրից խոտն էին քաղելու, հետո հերթը հասնելու էր ցորենին ու գարուն, չհասցրինք, ասում էին գյուղացիները, կարկուտը մեզանից շուտ քաղեց։ Մոտավորապես այս հարդը խոսքի ունեցել եմ այս տարեկան մեր 120-130 հատի խոդի տուկի եկամուտ, այս տարի մոտավորապես մեր գարադի ակնկալիք ունեի, բայց հմ ես պայի դրությամբ ես չեմ իմանում քաղվի, չի քաղվի, շատ վատ վիճակ է, տեսնում եք, սաղ պարգել է։ 82-ամյա Արմանուշ տատը իր ձեռքով է տնամերձ հողամասը մշակում, տարեց կնոջ չարչարանքը ջուրն է լցվել։ Երկնքից քարե կարկուտ թափել է ժողովրդի գլխին, ինչ ցտեն։ Սաղ ավիրել է, բոստան, տուն, դուր, նայեք, սաղ, հայատ, տառներ, էսիկ ջոկ, այգին ջոկ։ Ցանազներս ջոկ։ Հենափայտով տեղաշարժվող կինը այգին է ցույց տալիս կոտրված ծիրանենին, որ փորձել է փրկել, բայց չի ստացվել։ Էսոնք արդեն բերքի տակ էին, այս ծիրաներս բերքի տակ էին։ Բիլա իրգուն ելա կաբեցի կարող է բռնել, նեդի գոկու չտված։ Ոնս եմ, հան, գիլազներն այ, էսիկ գիլազը, էսիկ բադամը։ Ամեն մեկն իր տնամերձն է շտապում ցույց տալ ակնկալելով, որ պետությունից վնասի փոխհատուցում կստանան։ Իրար հարևան Գոքովիտ ու Հողմիկ գյուղերում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Հողմիկի վարչական ղեկավար Հանդոկ Պողոսյանն ասում է, առանց այդ էլ վերջին տարիներին անասնագլխաքանակը կրճատվել էր։ Հիմա երբ գյուղացին խոտ չունի քաղելու, ստիպված կլինի էլի կրճատել։ Խոդը ամբողջովին նույնիսկ այդ խոդարկները ընդանուր խոդը են կարգի է պարգել, դե իհարկե տեսնում եք, որ նույնիսկ քաղելու հնար չկա էլի, դե իհարկե այդ ամեն ինչից ելնելով խոդի գինը կբարձրանա կամ մարդիկ ստիպված պետք է իրենց անասունները նորից առանցել անասունների գլխաքանակի կրճատում կար, այս եղանակն էլ արդեն ավելի գնաբաստ է, մարդիկ պետք է սկսեն այդ անասունները ավելի շատ վաճառել։ Դաշտերում շրջած վարչական ղեկավարն ասում է, բերքից գրեթե ոչինչ չի մնացել։ Կարկուտի սկսվելուց կես ժամ առաջ սկսել ենք կրակելը, բայց էլի օգուտ չտվեց։ Այս ամբողջ դաշտը մարդկանց հացն էր, մարդիկ տանջվեց, անել էին հեկտարներով, որ ցորեն քաղեն, իրանց հացն էր։ Այսօր չկա այդ ամեն ինչը, կարելի ասել ոչ մի բան, գյուղացին էլի մնաց ալուր առնելու հույսին։ Երեք ուժեղ քամին նաև Արմավիրի մարզի գյուղերին է զգալի վնասներ հասցրել, տասնյակ հենասյուներ տապալել, տների տանիքներ քշել։ Այսօր գյուղացիները ճանապարհ էին փակել, պահանջելով վնասի փոխհատուցում։ Չնայած անցած ամսվանից Հայաստանի տարբեր մարզերում ավերիչ կարկուտներ են տեղում, բայց կառավարությունն առայժմ չի հստակեցրել վնասը կփոխհատուցի թե ոչ։ Հստակ
Օրինակ է մի բան, փոխհատուցում կստանան գյուղատնտեսական ապահովագրություն ունեցողները, իսկ մյուսների վնասն առայժմ գույքագրում են համայնքապետարաններում ու մարզպետարաններում, որ հետո տվյալները գործադիրին փոխանցեն։ Հունիսի 19-ի կարկուտից հետո միայն Գյումրիում օրինակ քաղաքապետարանը փոխհատուցման 2200 դիմում է ստացել քաղաքացիներից։